դժվարին այս օրերին, անավանդ պատերազմից հետո, COVID-ից հետո, շատ կորուստներից հետո մեր ազգը կարծես թե իր մաշկի վրա զգաց աղոթքի կարևորությունը։ Եվ իրապես պատարակներին շատ են գնում, մարդիկ սկսել են ավելի ուշադրություն դարձնել ու երբ մոտեցել են հոգևոր կյանքին, այսպես շատ ցցուն մի բան է երևում, որ մենք չգիտենք աղոթել։ Քրիստոս մի անգամ առաքյալներից այդ հարցը ստացավ Տեր մեզ աղոթել սովորեցրու եւ սովորեցրեց հայր մերը։ Թվում է թե կարճ աղոթք, բայց հիմա դա էլ ամբողջապես չենք հասկանում ու մեր աղոթքները կարծես անդադար խնդրանքների, ինչ որ պատվերների, երբեմն տոնայնության առումներով շարք է դարձել։ Իրոք աղոթելու ոգին են կորցրել, աղոթելու ձիրքը։ Ինչպես աղոթել, ինչից սկսել, ինչպես մոտենալ աղոթքի արվեստին։ Ընդհանրապես աղոթքը ամենաբարդ գործն է, Թովմասյան, որովհետև նախ պիտի միջավայրը տրամադրին, դու ինքդ պատրաստ պիտի լինես եւ վերջապես դու պիտի իմանաս ում հետ ես զրույցի մտնում։ Աստված պիտի ներկա լինի քո կյանքի մեջ։ Երբ որ մարդը հավատում է Աստծուն, բայց իր սրտի մեջ հուզմունք չկա, ինքը առանց վախի է, երբեմն առանց հուսահատության, ինքը միայն հավատում է Աստծո գաղափարին, բայց ոչ Աստծո ներկայության իր կյանքի մեջ։ Ամենակարճ ճանապարհը Հիսուսով զգալն է այդ ամեն ինչը։ Եվ աղոթքը հնարավորություն է տալիս նույնանալու Աստծո հետ, Քրիստոսի նմանությունը քո վրա հագնելու համար։ Իսկ այսօր մարդը ինչու է խուսափում աղոթից կամ դժվարանում է աղոթել, որտեղ աղոթքի մեջ ինքը նաև պատասխանատվություն պիտի հանձն առնի, ինքը նաև որոշակի պարտականություններ պիտի վերցնի վրա, իսկ այսօր մարդը խուսափում է պատասխանատվությունից։ Ինքը ուզում է անել, բայց առանց պատասխանատվության։ Իսկ սա բերում է նրան, որ դու դառնում ես անտարբեր։ Մարդիկ կարող են մտնել եկեղեցի, շատ ամեն օր մարդիկ մտնում։ Ես օրինակ ունեմ մեր քաղաքում, մի տղա ունենք ամեն առավոտ ինքը եկեղեցի, ամեն առաջին մարդն որ մտնում է եկեղեցի, բայց երբեք Կիրակի պատարագին չի գալիս։ Ու երբ որ հարցնում եմ ինչու, ասում է ժամանակ չունեմ։ Որովհետև մարդու խնդրանքը այսպես արագ։ Մենք մի անգամ օրինակը բերել ենք, մենք այսպես անընդհատ շորթերը թերթում ենք, մենք սովոր ենք արագ կադրեր տեսնելու, եւ մենք էլ ուզում ենք որ մեր կյանքը այդպես արագ մենք մտնենք, ասենք ու հեռանանք, թող Աստված ինքը որոշի, կանի թե չէ։ Դրա համար այդ աղոթական ոգին, հարատև աղոթքի մեջ մնալը շատ դժվար է այսօր մարդու համար։ Հայրերից մեկը մի շատ գեղեցիկ խոսքներ իմ կյանքում միշտ ինձ համար ուղենիշ է, ասում է դու ասում ես որ պատարակը երկար է, հոգնում ենք, իսկ ես քեզ պատասխանում որ քո սերն է կարճ։ Երբ որ քո սերը կարճ է, դու չես ուզում Աստծո հետ երկար ժամանակ անցկасնել, աղոթել քեզ համար պիտի դժվար դառնա։ Դու պիտի փորձես ամեն կերպ անես, մի հատ խաչակնքումով կամ մի քանի մոմ վարելով, մի հատ էլ փառքը շատ Տեր Աստված ասելով վերջացնես քո աղոթքը։ Բայց աղոթքը սիրելի հետ երկար զրույց է, ինչպես որ դու կարող ես ժամով քո սիրելի հետ խոսել, քո կյանքը պատմել, նրան լսել, նրա հուզմունքը ապրել, նրա սրտի թրթիռը զգալ, դու աղոթքով էլ պիտի կարողանաս Աստծո ներկայությունը քո կյանքի մեջ զգաս։ Եվ եթե դու նույնացար աղոթքով Տիրոջ հետ, Տերը քեզ հետ ամեն օր պիտի խոսի։